Գործ օգնականը լատիշական հեքիաթ։ Մի մարդ 3 տղա է ունենում։ Երկուսը խելոք, մյուսը հիմար։ Հայրը տղաներին ուղարկում է ցախ բերելու։ Խելոքներին ձի է տալիս, իսկ հիմարը ցախը մեջքին պիտի բերեր։ Խելոք տղաները ցախը բարձած վերադառնում են։ Մեկ էլ տեսնում են ճանապարհի մեջտեղում մի գործ է նստած։ Տնքում է տնքում։ Գործը նրանց խնդրում է իրեն անցկացնել առուն, բայց խելոք տղաները ոչ միայն չեն կատարում խնդրանքը, այլև խփում են նրան մտրակով։ Նրանց ետևից գալիս էր հիմարը, ցախը մեջքին։ Նա կատարում է գործի խնդրանքը, իսկ գործը խոստանում է ամեն ինչում օգնել նրան։ Որպեսզի հիմարը իր մեջքով չկրի ցախը, գործը նրան նվիրում է մի սպիտակ ձի։ Մի անգամ հիմարը ցախ բարձած անցնում էր թագավորի պալատի մոտով։ Թագավորի փոքր աղջիկը տեսնում է հիմարի ձին և սկսում է ծաղրել. «Հայ քեզ հրաշք, հիմարը ձիու տեր է դարձել»։ Հիմարը շատ է նեղանում այս խոսքերից։ Ասում է. «Թող սատանան տանի քեզ, բոլորն ինձ հիմար են համարում»։ Իսկ սատանան տեղն ու տեղը վերցնում է թագավորի աղջկան ու անհետանում։ Թագավորը սկսում է հարցուփորձ անել, թե այդ ով անիծեց իր դստերը։ Հետո նա վերցնում է հրացանն ու բոլորին հրամայում անցնել իր առջևով։ Հենց որ հանցավորն անցնի, հրացանը ինքն իրեն կկրակի։ Եվ այդպես էլ լինում է։ Հենց որ հիմարն անցնում է թագավորի առջևով, հրացանը կրակում է։ Թագավորը հրամայում է հիմարին գցել լիճը։ Հիմարը հենց հայտնվում է ջրում, հիշում է գործին և սկսում է աղաչել. «Գործ, գործ, օգնիր ինձ ջրից դուրս գալ»։ Գործը հիմարին հանում է ջրից ու հարցնում. «Ինչ է եղել, ինչ կուզես»։ «Ուզում եմ ընկնել այն արքայադստեր մոտ, որին անիծել եմ»։ 1-2 և նա այնտեղ է։ Տխուր տրտում նստել է արքայադուստրը խուլ անտառում ու լաց է լինում։ Գործը նորից է հարցնում. «Ինչ ես ուզում»։ «Արքայադստերն ազատիր սատանայից և երկուսիս էլ տար այն լճի ափը, ուր ես խեղդվում էի, և որ ափին պալատ լինի կառուցված, ուր մենք պիտի միասին ապրենք»։ Գործը կատարում է նրա ասածը և թռչում ջուրը։ Թագավորը տեսնում է պալատը և լսում է, որ այնտեղ հիմարն է ապրում իր կրտսեր աղջկա հետ։ Շատ է բարկանում թագավորը։ Զորք է հավաքում, որ պալատը քարուքանդ անեն, իսկ իր աղջկան տուն վերադարձնեն։ Բայց գործը հողակոշտեր է դարձնում թագավորի զորքին։ Այդ ժամանակ թագուհին է գնում իր աղջկան բերելու, իսկ գործը նրան ձի է դարձնում։ Վերջապես թագավորն է գալիս իր դստեր ետևից։ Միայն թե նա ոչ թե ուժով է ուզում աղջկան խլել, այլ հեշտությամբ։ Թագավորը հարցնում է. «Ինչու ես իմ զինվորներին հողակոշտեր դարձրել»։ «Որովհետև ուժով էին ուզում արքայադստերը ետ տանել»։ «Իսկ հնարավոր է, որ հողակոշտերն ու ձին նորից մարդ դառնան»։ «Հնարավոր է, եթե աղջկադ կնության տաս ինձ»։ Թագավորը խոստանում է կրտսեր աղջկան կնության տալ հիմարին։ Եվ իսկույն հողակոշտերը դառնում են զինվորներ, իսկ ձին թագուհի։ Ու հիմարն էլ ամուսնանում է արքայադստեր հետ։ Ապրում են նրանք երկար ու երջանիկ։